Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ գործակցությանը եւ հետագա ծրագրերի վերաբերող հարցեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում գործակցությանը վերաբերող հարցեր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Փարիզում է, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար Վինսեն Ժիրոյի, պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների եւ Ալեքսանդր Զիգլերի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր։ Արտաքին միջամտության ցանկացած դրսևորում Հայաստանի կողմից արժանանալու է կոշտ արձագանքի։ Այս մասին հայտարարել են ՔՊ խմբակցության падգամավորները։ Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու դրանց հետ կապված Հայաստանի դեմ ակտիվացած հիբրիդային հարձակումներին։ Մեսալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է 10 օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հնարավոր հարվածները շարունակելու համար բանակցությունները Իրանի հետ։ Թրամփի խոսքով այս որոշումը ընդունվել է Իրանի կառավարության խնդրանքով, սակայն Թեհրանը հերքել է նման դիմումի առկայությունը, ինչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում։ Տեղումների ինտենսիվությունը Հայաստանում, հատկապես Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Կապանի սելավատարի պատնեշը։ Շոշափելի արդյունքներ հազարավոր բնակիչների համար։ Veolia ջուր ընկերությունը պարտադիր կապիտալ աշխատանքների 2025 թվականի ծրագրով ներդնելով 347 միլիոն դրամ, ամբողջությամբ փոխարինել է Արմավիրի մարզի Արագած բնակավայրի հնամաշ եւ վթարային խողովակաշարերը։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը կարևորել է կառավարության եւ հիմնադրամի միջև ձևավորված սերտ գործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Ալեքսանդր Թիմանն էլ ընդգծել է Հայաստանի հետ գործակցության արդյունավետությունը եւ նշել, որ հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ գործակցությանը եւ հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը նաեւ քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում գործակցությանը վերաբերող հարցեր։ Նշենք, որ սա արդեն Միրզոյան-Բայրամով երկրորդ հեռախոսազրույցն է Իրանի պատերազմի ընթացքում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Փարիզում է, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա գործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Պապիկյանը Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում կազմակերպությունում էլ հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության նախարարության եւ ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև գործակցությանն առնչվող հարցեր։ Պապիկյանը հանդիպել է նաև ֆրանսիական Safran Electronics Defense ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր։ Մայիսի 4-ից 5-ը Երևանում կկայանա Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նա նշել է, որ անհամբեր սպասում է հանդիպման Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ընդգծելով, որ Հայաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է եւ կողմերը ձգտում են խորացնել հարաբերությունները հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Գագաթնաժողովին ԵՄ-ն կներկայացնեն Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Իշխանությունը չի վախենում հայտարարել այն երկրի անունը, որտեղից հիբրիդային հարձակում է իրականացվում եւ այդ հարձակումները ֆեյք լրատվության տեսքով տեղ են գտնում ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական ու թուրքական մեդիատիրույթում։ Արտաքին միջամտության ցանկացած դրսևորում Հայաստանի կողմից արժանանալու է կոշտ արձագանքի։ Այս մասին հայտարարել են ՔՊ խմբակցության падգամավորները խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
Հայաստան խմբակցությունը եւ հավաքական ընդդիմությունը անցկացված տարբեր սոցհարցումների արդյունքներով գերազանցում են իշխանության վարկանիշին։ Խորհրդարանական ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը, չներկայացնելով որևէ փաստական հիմնավորում։ Վերջինս խոսեց նաեւ ընդդիմադիր գործընկերների այն քննադատությունների մասին, որի համաձայն իրենց խմբակցությունը մասնակցելով խորհրդարանական ընտրություններին փոշիացնում է նույն հավաքական ընդդիմության ձայները։ Վարդանյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում իրենք քաղաքական թիրախ չունեն, քննադատություններն անտեղի են, սակայն ընդգծեց հետևյալը. Հայաստան խմբակցությանն է վերաբերում ձայները փոշիացնելու մեղադրանքը, կարող եմ վստահեցնել բոլորին, որ այդպիսի վտանգ ընդհանրապես չկա, ես վստահ եմ, որ դրա մասին ընտրությունների արդյունքները իհարկե կվկայեն, բայց դրա մասին վստահաբար կվկայեն նաև բոլոր այն հարցումները, որոնք կհրապարակվեն, եւ ընդհանրապես շատ հետաքրքիր կլինի այդ մարդկանց դեմքին նայել հունիսի 8-ին։ Ընդդիմադիր մեկ այլ խմբակցության պատիվ ունեմի падգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ընդգծեց, որ իրենց ուժ ընդդիմադիր դաշտի պարակտման վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել։ Անդրադառնալով ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ արվող այն հայտարարություններին, թե Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրենց բնորան վերադարձն իրատեսական է, Աբրահամյանն ասաց. Եթե կա որևէ մարդ նույնիսկ ընտրական process-ների ժամանակ որ կարող է խոստանալ կամ հայտարարել թե ինքը գիտի դրա հեշտ ճանապարհը կամ կարճ ճանապարհը, նման բան գոյություն չունի։ Դա նշանակում է, որ կամ մարդը խաբում է, կամ այդ մարդը պարզապես process-ներից որևէ բան գլուխ չի հանում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց Սահմանադրության նախաբանի եւ տեքստի հնարավոր փոփոխությանը։ Նա նշեց, որ խմբակցությունը ծանոթացել է հանձնաժողովի ներկայացրած Սահմանադրության տեքստին, սակայն աշխատանքային քննարկումները դեռ շարունակվում են եւ վերջնական տեքստն անպայման ներկայացվելու է նաեւ հանրության դատին։ ԿՊ խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանն շարունակելով գործընկերոջ միտքը փառատեց այն մտահոգությունները, թե Սահմանադրության փոփոխությունը միանձնյա իրականացնելու է քաղաքացիական պայմանագիրը։ Դա մեր առաջարկն է հանրությանը եւ մենք շատ բաց, հստակ ասում ենք մեր դիրքորոշումների վերաբերյալ եւ նախաբանի մասով եւ Սահմանադրության այն կառուցակարգերի, որոնք գործող չեն, որովհետեւ ժողովուրդը չի քվեարկել այդ Սահմանադրությանը։ Մեր գլխավոր նպատակն է ունենալ մեր հանրության հետ ուղիղ խոսակցություն, թե մենք ինչի ենք ուզում փոխենք Սահմանադրությունը։ Падգամավորը խոսեց նաև վերջին շրջանում Հայաստանի դեմ ակտիվացած հիբրիդային հարձակումների մասին, հակադարձելով ընդդիմության այն քննադատություններին, թե իշխանությունը վախենում է հրապարակային հայտարարել մասնավորապես ռուսական կողմից եկող վտանգի մասին։ Մինասյանն ընդգծեց, որ ըստ անհրաժեշտության օպերատիվ արձագանքել են ռուսական, թուրքական, ադրբեջանական մեդիատիրույթի հրապարակումներին եւ թաքցնելու կամ առավել եւս վախենալու ոչինչ չունեն։ ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ խոսեց հայտնի փոդքասթում Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, որը մեղադրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգության եւ խաղաղության երաշխավորի ինստիտուտ չներդնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաղություն։ Եվ այդ խաղաղությունը մենք ամեն կերպ պետք է ամրացնենք եւ մեր ժողովրդի հետ տերենք կանգնելու այդ խաղաղությունը։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է այդ խաղաղությունը։ Ռոբերտ Քոչյանը սա լավ չի հասկանա, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը ոչ մի օրգանական եւ բնական կապ չունի հայ ժողովրդի հետ։ Դա ցույց է տալիս իր անցած կյանքը, իր գործողություններն ու որոշումները։ Ճեպազրույցում բանախոսները խոսեցին նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի կողմից զեկույցի հրապարակման խնդրին։ ԿՊ խմբակցության падգամավորները նշեցին, որ հրապարակելու վերաբերյալ որոշումը կայացվում է իրավական մեխանիզմների կարգավորմամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է 10 օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հնարավոր հարվածները շարունակելու համար բանակցություններ Իրանի հետ։ Թրամփի խոսքով այս որոշումը ընդունվել է Իրանի կառավարության խնդրանքով, սակայն Թեհրանը հերքել է նման դիմումի առկայությունը։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են եւ ունեն դրական ընթացք։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ Միացյալ Նահանգները ավելի վաղ Պակիստանի միջոցով Իրանին էր փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը միտված է հակամարտության դադարեցմանը։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են եւ ունեն դրական ընթացք։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Իրանի կառավարության խնդրանքով մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը հետաձգվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները։ Միջազգային լրատվամիջոցների տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին փոխանցել է 15 կետից բաղկացած առաջարկ ուղղված պատերազմի դադարեցմանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ
Թեհրանն ուսումնասիրում է առաջարկը։ Տասիմ գործակալության տվյալներով Իրանը պաշտոնապես պատասխանել է առաջարկներին եւ առաջ քաշել սեփական պայմանները։ Իրանական Տասիմ գործակալությունը հղումանելով իր աղբյուրներին հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջարկված 15 կետի վերաբերյալ Իրանի պատասխանը միջնորդների միջոցով պաշտոնապես ուղարկվել է նախորդ գիշեր եւ այժմ Թեհրանը սպասում է մյուս կողմի արձագանքին։ Ըստ գործակալության իրանական պատասխանում նշվում է, որ պետք է դադարեցվեն թշնամու ագրեսիան եւ ահաբեկչությունը, ստեղծվեն օբյեկտիվ պայմաններ, որպիսի պատերազմը չկրկնվի, երաշխավորվեն վնասների վճարումն ու փոխհատուցումը, հստակեցվեն պատասխանատվության շրջանակները, իսկ պատերազմի ավարտը տարածվի բոլոր ճակատների եւ տարածաշրջաններում ներգրավված դիմակայության բոլոր խմբերի վրա։ Տասիմի փոխանցմամբ իրանական կողմը պատասխանել է նաեւ Հորմուզի նեղուցի թեմային ընդգծելով, որ դրա նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրականացումը եղել է եւ մնում է Իրանի բնական եւ օրինական իրավունքը։ Նույն աղբյուրի համաձայն Թեհրանը դա դիտարկում է նաեւ որպես մյուս կողմի պարտավորությունների կատարման երաշխիք, որը պետք է ճանաչվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գործարկի, սակայն հրապարակային հայտարարություններում ներկայացնում է այլ դիրքորոշում։ Նրա խոսքով Թեհրանը ռազմական ճանապարհով ծանր հարվածներ է կրել եւ պետք է շուտ լրջանա, քանի դեռ ուշ չէ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը Fox News-ի եթերում հայտարարել է, որ կենտրոնական հետախուզական վարչությունները իրեն զեկուցել են Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեիի վերաբերյալ տեղեկություններ, որոնք վերաբերում են նրա անձնական կյանքին։ Թրամփը նշել է, որ նման տեղեկությունները կարող են ազդեցություն ունենալ Խամենեիի հեղինակության վրա, հաշվի առնելով Իրանում գործող խիստ օրենքները։ Վաշինգտոնից հնչել են նաև հայտարարություններ ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակիցների դիրքորոշումների վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ հիասթափված է ՆԱՏՕ-ից, ընդգծելով, որ որոշ երկրներ Իրանի շուրջ զարգացումները չեն դիտարկում որպես իրենց պատերազմ։ Այս ընթացքում Իրանում արձանագրվել են զգալի մարդկային կորուստներ։ Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ջաֆարինայի տվյալներով ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 1937 մարդ, այդ թվում 240 կին եւ 212 երեխա։ Վիրավորների թիվը գերազանցում է 24800-ը, որոնց թվում կան շուրջ 4000 կին եւ 1621 երեխա։ Իսրայելի պաշտպանության բանակը ցախալը հայտնել է, որ ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են իրանական եւ Հզբոլահի հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական կողմի տվյալներով կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ հայտարարել է, որ Հերմուզի նեղուցը կարող է բացվել, եթե Իրանը դադարեցնի սպառնալ միջազգային նավագնացությանը, նշելով, որ ստեղծված իրավիճակը խախտում է միջազգային իրավունքը։ Axios-ի տվյալներով Պենտագոնը քննարկում է Իրանի դեմ հնարավոր վերջնական հարվածների տարբերակներ, ներառյալ ցամաքային գործողություններ, զանգվածային ռմբակոծություններ, ռազմավարական կղզիների վերահսկում եւ նավթային փոխադրումների շրջափակում Հորմուզի նեղուցում։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունն այդ սցենարները գնահատում է որպես հիպոթետիկ, իսկ վերջնական որոշում դեռ չի կայացրել։ The New York Times-ի տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է սկսել ցամաքային գործողություն Իրանի դեմ, սակայն պաշտոնական հաստատում չի տրվել։ Իրանական Միհեր գործակալության փոխանցմամբ Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր ցամաքային գործողության դեպքում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող վերջնագիր ներկայացնել Իրանին եւ իրանցիներին, ընդգծելով, որ անհրաժեշտ է ընդհատել պատերազմ, հրադադար պատերազմ արատավոր շրջանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հերքել է տեղեկությունները, թե Մոսկվան Իրանին փոխանցում է հետախուզական տվյալներ։ Նրա խոսքով Ռուսաստանի եւ Իրանի միջև գործում է ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր, որի շրջանակում մատակարարվել են որոշ զինատեսակներ, սակայն հետախուզական աջակցություն չի տրամադրվում։ Լավրովը նշել է նաեւ, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման մասին տեղեկությունները բաց են եւ հասանելի։ Այս պայմաններում բանակցությունները շարունակվում են, իսկ տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանը հարձակվել է կոնտեյներ տեղափոխող նավի վրա, որը փորձում էր անցնել Հորմուզի նեղուցով առանց թույլտվության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ առանց թույլտվության ցանկացած փորձ կանխվելու է ուժգին հարվածով։ Ըստ նրանց տվյալների արդեն այսօր ռազմազովային ուժերի կողմից 3 կոնտեյներատար նավ է հետ շրջվել։ Ըստ որոշ տեղեկությունների խոցված նավը նավարկել է Պակիստանի դրոշի ներքո։ Այլ աղբյուրներ պնդում են, որ այն պատկանում է Թայլանդին։
Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է պատերազմը շարունակելու և Դոնբասի նկատմամբ լիակատար հսկողություն սահմանելու մտադրության մասին։ Ռուսաստանի օլիգարխների հետ փակ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը նրանց առաջարկել է կամավոր մուծումներ կատարել բյուջե Ուկրաինայի հետ պատերազմը ֆինանսավորելու համար։ Այդ մասին հայտնել է Դբել պարբերականը հողում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով նախաձեռնությունը ներկայացրել է Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինը, որը հանդիպման նախօրեին նամակ է հղել Պուտինին երկրի համար այս ծանր ժամանակներում բիզնես այսպես ասած թափ տալու գաղափարով։ Դաղստանի գործարար Սուլեյման Քերիմովը անմիջապես համաձայնել է և խոստացել բյուջե մուծել 100 միլիարդ ռուբլի։ Իդեպ Դբելի տեղեկության արձագանքել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Պուտինի և գործարարների հանդիպման մասնակիցներից մեկը կամավոր է որոշել պետությանը մեծ գումար հատկացնել, հավելելով դա Պուտինի նախաձեռնությունը չի եղել։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թվականին 2024-ի համեմատությամբ պաշտպանական ծախսերն ավելացրել են 20%-ով, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում։ Նա նշել է, որ դաշնակիցների ներկայացրած թվերը ցույց են տալիս, որ պաշտպանական ծախսերը հասել կամ անցել են 2014 թվականին սահմանված ՀՆԱ-ի 2% նպատակակետից։ 2025 թվականին ՆԱՏՕ-ի ղեկավարները համաձայնել էին մինչև 2035 թվականը պաշտպանությանը և դրա հետ կապված ներդրումներին ուղղել ՀՆԱ-ի 5%-ը, որից 3.5%-ը հիմնական պաշտպանությանը։ Երեք պետություն՝ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան 2025 թվականին արդեն գերազանցել են 3.5%-ի շեմը։ 2025 թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել դաշինքի պաշտպանական ծախսերի 60%-ը։ Ռյուտեն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 150 անօդաչու է արձակել, վնասվել են բնակելի շենքեր կամ վիրավորներ, տեղի են ունեցել էլեկտրամատակարարման խափանումներ։ Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական 125 ԱԹՍ խոցելու մասին։ Բրյանսկում կա 1 զոհ։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը թույլատրել է, որ այսուհետ զինվորականները երկրի տարածքային ջրերում կալանեն Ռուսաստանից տվերային նավատորմի կազմի մեջ մտնող նավերը։ Սա նշանակում է, որ պատժամիջոցների տակ գտնվող նավերը չեն կարողանա մտնել բրիտանական ջրեր, այդ թվում Լա-Մանշի նեղուց։ ԱՄՆ-ն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից, հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, սակայն զորքերի դուրսբերումը կվտանգի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրոպայի անվտանգությունը, քանի որ տարածաշրջանի ամուր պաշտպանական դիրքերը կհանձնվեն Ռուսաստանին։ Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ կհասկանա, որ երկրի արևելյան հատվածը անվտանգության երաշխիքների մաս է կազմում։ Միաժամանակ Զելենսկին հայտնել է, որ ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կարևոր հանդիպումներ են սպասվում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ֆրանսիա, նա կմասնակցի G7-ի արտաքին գործերի նախարարների պաշտոնական նիստերին։ Հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Եվրոպական միության և Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները, ինչպես նաև հյուրեր այլ երկրներից, այդ թվում Ուկրաինան։ Մինչև G7-ի մեկնարկը Ռուբիոն պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Վերջինս հայտնել է, որ Միացյալ Նահանգներին անդադ խնդրում են օգնել պատերազմներում, և ԱՄՆ-ն միշտ էլ դա արել է։ Բայց երբ օգնություններ պետք իրենք դրական արձագանք չստացան ՆԱՏՕ-ից։ Մի քանի առաջնորդներ ասացին, որ Իրանը Եվրոպայի պատերազմը չէ, թե Ուկրաինան մեր պատերազմը չէ և այնուամենայնիվ մենք այդ պայքարում ավելի շատ ներդրում ենք ունեցել, քան որևէ մեկը, ասել է Ռուբիոն։ Չնայած սա Իսրայելի պատերազմն է, դրա համար ծանր գին են վճարում նախ մուսուլմանները, ապա ողջ մարդկությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանի խոսքով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը թիրախավորում է ոչ միայն Իրանը, այլև իրականացնում է Լիբանանն աստիճանաբար օկուպացնելու իր ծրագրերը։ Թուրքիայի նախագահը հավելել է, որ Երուսաղեմի Ալ-Աղսա մզկիթում մուսուլմանների երկրպագության իրավունքը չի կարող յուրացվել, խոչընդոտվել կամ արգելվել։ Շարունակում ենք թողարկումը մերձավոր արևելքում տեղատարապ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Օմանում քշել են ավտոմեքենաներ, իսկ Սիրիայում տներ են հեղեղվել։ Տեղումների ինտենսիվությունը պահպանվում է նաև Հայաստանում, հատկապես Սյունիքում։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Կապանի Արզումանյան փողոցում հորդառատ անձրևներից փլուզվել է Սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջուրը լցվել է փողոցի և ողջի գետ։ Կապանում ստեղծված իրավիճակի մասին մանրամասն սյունեցի մեր գործընկերների
թերթիկների պատրաստած տեսանյութում։ Բնություն է մարզկենտրոն Կապանին տհաճ անակնկալներ է մատուցել, առաջացնելով քարաթափումներ երթևեկության ժամանակավոր խոչընդոտում։ Գիշերը ժամը 4:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել հենապատի փլուզում, ինչի հետևանքով մասնակի փակվել էր Մայրուղու երթևեկելի հատվածը։ Դեպքից անմիջապես հետո Կապանի կոմունալ ծառայությունը տեղում է։ Քաղաքում տարբեր տեղեր կան քարաթափումներ, թե Մայրուղու ուղղությամբ, թե բանավաններ տանող ճանապարհներին, հատվածը ավարտելուց հետո նաև տեղափոխենք մյուս հատվածներ։ Կոմունալ ծառայությանը բոլոր տեխնիկական միջոցները օգտագործում են, ինչպես նաև մենք խնդրել ենք Կապանի նորոգչին կազմակերպության կողմից նրանց տեխնիկական միջոցները եւս օգտագործում ենք մաքրելու ճանապարհատվածը բացելու համար։ Ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացվել, թե Կապան քաղաքում վարարել է նաև ողջի գետը։ Ինչպես դեպքի վայրում է պարզվել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Մասնակի խոչընդոտել երթևեկությունը, տուժել են մեքենաներ, կենդանիներ։ Պաչագան գետում բնակվող բոլորի սիրելի կապանյան բադերը հայտնվել էին ողջի գետում։ Վարար հոսքի պատճառով հնարավոր չէր նրանց դուրս բերել։ Նշենք, որ Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը։ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մինչև մարտի 28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են առատ տեղումներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով մարտի 27-ի ժամը 12:30-ի դրությամբ մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան։ Պետական մարմինները հորդորում են հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Անի Գրիգորյան, Տիգրան Մանյան, Սյունիք, լուրեր։ Պատմական քայլ Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտում առաջին անգամ 6 խոշոր կառույցների համատեղությամբ ձևավորվել է սինդիկացված վարկ, հանուն մեկ ռազմավարական նպատակի։ Ամերիկյան Firebird AI ընկերությունը Հայաստանում կկառուցի ժամանակակից արհեստական բանականության գերհամակարգիչ և տվյալների կենտրոն, երկիրը դիրքավորելով համաշխարհային AI մրցավազքում, որտեղ Հայաստանը արդեն զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Ծրագրի առաջին փուլի ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է մոտավորապես 450 միլիոն ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ձևավորվում է սինդիկացված ֆինանսավորման միջոցով։ Շրջադարձային օր Հայաստանի տեխնոլոգիական և ֆինանսական պատմության մեջ առաջին անգամ մեր երկրի բանկային համակարգում ձևավորվեց նախադեպը չունեցող գործակցություն։ 6 խոշոր ֆինանսական հաստատություններ միավորվեցին մեկ նպատակի շուրջ՝ կյանքի կոչելու ապագայի նախագիծը։ Այս ամենի կենտրոնում Firebird AI ընկերությունն է, որը պատրաստվում է Հայաստանում կառուցել արհեստական բանականության ժամանակակից գերհամակարգիչ և տվյալների կենտրոն։ Սա պարզապես ներդրումային նախագիծ չէ, սա տեխնոլոգիական հավակնության հայտարարություն է։ Այս նախաձեռնությունը իհարկե պատմական է, քանի որ առաջի անգամ, որ նման խոշոր գործարք 6 ֆինանսաբանկային ընկերությունների հետ կնքվեց Հայաստանի պատմության մեջ, դա մեկ, երկրորդը մենք Firebird-ով ուրախ ենք, որ Հայաստանում ոչ միայն IT ոլորտն է օգտվելու մեր նախաձեռնությունից, այլ նաև ֆինանսաբանկային ոլորտն է մասնակցում Firebird ծրագրին և այս ծրագրի հաջողությունը նաև բերում է հաջողության մյուս ոլորտներին տնտեսության։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է 450 միլիոն դոլարի ներդրում, որի առանցքը 300 միլիոն դոլար կազմող սինդիկացված ֆինանսավորումն է նախաձեռնված Արդշին բանկի կողմից։ Այս ֆինանսավորումը միավորել է Հայաստանի առաջատար բանկերն ու ներդրումային հիմնադրամները մեկ ընդհանուր տեսլականի շուրջ՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։ Մենք հետևականորեն աշխատում ենք այն ուղղությամբ, որ ֆինանսական գործիքակազմը զարգանա եւ արձագանքի տնտեսության աճող իրական պահանջներին։ Այսօրվա պայմանագիրը այդ գործընթացի հերթական դրսևորումներից է։
Firebird AI-ի նախագիծը հատկապես կարևոր է մի քանի պատճառով։ Նախ այն Հայաստանը բերում համաշխարհային մակարդակի տեխնոլոգիաներ NVIDIA-ի հետ գործակցությամբ։ Սա նշանակում է, որ երկրում կկենտրոնացվեն բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ, որոնք կարող են ծառայել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին։ Երկրորդ, այն խթանելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, ստեղծելով նոր աշխատատեղեր, կրթական հնարավորություններ ու հետազոտական միջավայր։ Սա Firebird-ի կողմից տվյալների կենտրոնի ծրագրի իրականացման ուղղությամբ հերթական քայլն է, որի մասին խոսվել է մոտ 1 ամիս առաջ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան այցելության ժամանակ։ Այս ամենն ըստ էության օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված հանձնառությունների շարունակման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներն են, որոնք մեծ կարևորություն ունեն մեր երկու երկրների միջև հարաբերությունների համատեքստում։ Սա նախանշում է տնտեսական ոլորտում մեր հարաբերությունների նոր փուլ թևակողելը։ Մենք աշխատում ենք տեխնոլոգիաների, բիզնեսի, տնտեսության ոլորտներում։ Ի շարունակումն օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված հանձնառությունների։ Սա նշանակում է նոր զարգացումներ երկու երկրների հարաբերություններում։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ ձևավորվում է որպես արհեստական բանականության կարևոր խաղացող։ Միջազգային գնահատականներով երկիրը դիրքավորվել է աշխարհում 10-րդ հորիզոնականում իր AI ներուժով, ինչն այս նախագծին տալիս է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն։ Օգոստոսի 8-ին կնքված այդ փաստաթուղթը շատ կոնկրետ միս ու արյուն է ստանում հենց Firebird AI նախագծի շնորհիվ, բայց որը ունի Հայաստանի Հանրապետության կառավարության, Միացյալ Նահանգների կառավարության զգալի աջակցություն եւ այսօր նաեւ հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի հավատը եւ վստահություն այս նախագծի նկատմամբ։ Սա դրա կոնկրետ դրսևորումն է։ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարևորեց սինդիկացված վարկավորման այս ձևաչափը, նշելով, որ այն նոր հնարավորություններ է բացում ֆինանսական շուկայի համար, նաև բարձրացնում է երկրի ներդրումային գրավչությունը։ Նախագծի առաջին փուլը նախատեսում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում, ուղղված Հայաստանի առաջին բարձր արդյունավետությամբ արհեստական բանականության հաշվողական կլաստերի ստեղծմանը։ Այն հիմնված է NVIDIA-ի Blackwell GPU-ների եւ Dell Technologies առաջատար սերվերային լուծումների վրա։ Նախագծի երկրորդ փուլը, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ փոխնախագահ Vance-ի փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում, նախատեսում է լրացուցիչ շուրջ 41000 NVIDIA պրոցեսորների ներգրավում, ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սա նշանակում է, որ Հայաստանը կդասվի աշխարհի այն երկրների շարքում, որոնք ունեն արհեստական բանականության խոշորագույն եւ առավել հզոր հաշվողական ենթակառուցվածքներ։ Հատուկ ուշադրության կենտրոնում էր նաև Firebird AI-ի հայաստանյան գործունեությունը, որի ղեկավարը Ալեքսանդր Եսայանը ներկայացրեց ծրագրի տեսլականը, ընդգծելով Հայաստանը կարող է դառնալ արհեստական բանականության տարածաշրջանային հաբ։ Արդեն իսկ Հայաստանը աշխարհի 10 երկրների ցուցակում ամենակ առաջի փուլով իր ծավալներով երկրորդ փուլի հայտարարման եւ ավարտին հասցնելու դեպքում Հայաստանը կդառնա աշխարհի 5 երկրների ցանկում նման հզորություններ ունենալու տեսանկյունից, եթե հաշվենք per capita, այսինքն բնակչության տեսանկյունից, կլինենք երևի առաջի երկիրը ըստ հզորությունների։ Արդյունքում Հայաստանը կանգնած է մի հնարավորության առաջ, որը կարող է վերափոխել երկրի դերը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում։ Եվ այս պատմության գլխավոր դերակատարը Firebird AI-ը արդեն սկսել է գրել այդ նոր էջը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Վայոլիա ջուր ընկերությունը պարտադիր կապիտալ աշխատանքների 2025 թվականի ծրագրով ներդնելով 347 միլիոն դրամ ամբողջությամբ փոխարինել է Արմավիրի մարզի Արագած բնակավայրի հնամաշ եւ վթարային խողովակաշարերը։ Բնակավայրի ջրամատակարարման ցանցում իրականացված լայնածավալ վերակառուցման աշխատանքները արդեն տվել են իրենց շոշափելի արդյունքները հազարավոր բնակիչների համար։ Գյուղին նախկինում մղվող վարկյանում 23 լիտրի փոխարեն այժմ 6 լիտր վարկյան ջրաքանակն էլ բավարար է շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար։
2025 թվականին Վիոլա ջուր ընկերությունը Արմավիրի մարզի Արագած բնակավայրի ջրամատակարարման ցանցում իրականացրեց լայնածավալ վերակառուցում, որի արդյունքներն արդեն շոշափելի են հազարավոր բնակիչների համար։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ընկերությունը ներդնելով 347 միլիոն դրամ ամբողջությամբ փոխարինեց բնակավայրի հնամաշ եւ վթարային խողովակաշարերը, ընդհանուր 16 կիլոմետր։ Արագածում ճիշտ է սպառողները միշտ են ունեցել 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ցանցի մաշվածության հետևանքով այստեղ կորում էր վարկյանում 17 լիտր ջուր։ Գյուղին նախկինում մղվող վարկյանում 23 լիտրի փոխարեն այժմ 6 լիտր վարկյան ջրաքանակն էլ բավարար է շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար։ Ամառվա ամիսներին հիմնականում շոգ եղանակներին բարձրադիր գոտիներում եւ ծայրամասերում գյուղի լինում էր ջրի ճնշման խնդիր, անգամ ջուրը կտրվում էր։ Ջուր չէր լինում որոշակի ժամերի, սպառման ժամերին։ Հիմա դա վերացել է արդեն եւ տնտեսված ջուրն ուղղվելու է մյուս բնակավայրերին։ 3089 բնակիչ ունեցող Արագածում այսօր արդեն խոսում են ոչ թե հաճախակի վթարներից, դրանց վերացման համար հայտարարված ջրանջատումներից, այլև կայուն ջրամատակարարման համակարգից։ Այսօրվա դրությամբ լավ է, հույսով ենք ավելի կլավանա, քանի որ ջրագծերի փոփոխման հիմա աշխատանքներ են ընթանում, տեղ-տեղ մեկ-մեկ ոնց որ ջրանջատումներ են ունենում, խնդիր առաջանում, բայց ոչինչ, ընթացքում կշտկվի դա էլ։ Բողոք են եղել, որ տեղ-տեղ ջրագծերը մաշված են եղել, վթարներ ա եղել, այդ ահազանգել ենք թեժգից Վիոլայի, հարցին լուծում տրվել է։ Սպասում ենք վերջացնեն, որ ասֆալտապատվի։ Ծրագիր ունենք նախատեսված կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում, հույսով ենք դա այդ հարցը կլուծվի։ Լավ է, շատ լավ։ Իսկ առաջ ինչ վիճակ է։ Առաջին լավ, ուղղակի մի քիչ ակոտիներ կան, Ռուբեկներ էլի։ Հիմա ավելի լավ է, խորն են կանդել։ Բողոքավոր մարդ չկա։ Սաղին էլ հերիկանում է ջուրը։ 2025 թվականին իրականացված վերակառուցումները հիմք դարձան հաջորդ փուլի համար, որպես աշխատանքների տրամաբանական շարունակություն Էջմիածին շահագործման տեղամասը մեկնարկեց Արագածի մուտքագծի վերակառուցման աշխատանքները։ Ընկերության սեփական ուժերով նորոգվում է 660 մետր 160 մմ-անոց պոլիէթիլենե նոր խողովակաշար։ Նախկինում գյուղը ջուր էր ստանում այդ հիմնական մագիստրալից 4 տեղից, 4 գծից։ 4 գծերը անջատվում է, կառուցվում է մեկ ընդհանուր գիծ, որը հեշտացնում է եւ կառավարումը ջրամատակարարման, ավելի վերահսկելի է դարձնում ցանցը, ջրի որակը բարձրանում է եւ ճնշման առումով եւ վթարների պակասի առումով ամեն առումով որակական բարձրացում լինում է ջրամատակարարման։ Նոր մուտքագծի կառուցումը կբարձրացնի համակարգի հուսալիությունը, կապահովի ավելի հավասարակշռված բաշխում եւ կնվազեցնի ճնշման տատանումներն ամբողջ ցանցում։ Հենց հիմա մոտավոր 8 վթար ունենք։ Հիմա այս 5 գծերը հենց այս պայն որ անջատում ենք, սա մեկ օրվա ընթացքում է եղել այդ վթարները։ Հենց հիմա որ 5 կատարում է 5 ջրագծերի խցափակումը մեր աշխատակիցների կողմից, վաղը արդեն այդ վթարները չենք ունենա։ Կորուստը կանխվի։ Այս մուտքագիծը կծառայի ոչ միայն Արագածին, այլև հարակից բնակավայրերին։ Այս խողովակաշարից է սնվում նաև Աղավնատուն, Ամբերդ, Դողս եւ Ծաղկալանջ բնակավայրերը։ Խնայված ջուրը հատկապես ամառվա պիկին ուղղվելու է այս գյուղերին, սպառողների պահանջարկը բավարարելու նպատակով։ Անհատական բաժանորդներին տեղադրվել է 620-ից 630 մոտավորապես ջրաչափական հորեր եւ ջրաչափեր, այսինքն այդքան մուտքագիծ է նաև կառուցվել։ Արագած գյուղը նախկինում վերցնում էր մոտ 23 լիտր վարկյան ջուր, ստանում էր 20 մատակարարում են 23 լիտր վարկյան ջուր, որպեսզի հնարավոր լիներ բարձր կետերը ջրով ապահովել։ Այս պահին արդեն նոր ցանցով ամբողջ գյուղը սնվում է նոր ցանցից, չնայած դեռ հները շահագործման տակ են, բայց բաժանորդները ջուր չեն ստանում հին ցանցից։ Այս պահին վերցնում է մոտավորապես 6 լիտր վարկյան ջուր։ Այսպիսով Արագածում ջրի հետ կապված խնդիրներն այլևս մնացին անցյալում։ Հետևողական ներդրումները, վթարներին արագ արձագանքելն ու լայնածավալ շինարարությունները վկայում են։ Համակարգում դրական փոփոխություններ հնարավոր են, եթե կա կամք եւ երբ առաջնահերթը սպառողի շահն է։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։